Հրապարակ թերթը գրում է, թե պետամիսներ առաջ քաղաքացիական պայմանագրում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ազգային ժողովում բարձր պաշտոնի է պատրաստում, ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից։ Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պետք է մենք այսքան թուք ու մուր ուտենք, տանջվենք, նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի։ Ինքն էլ հասկացել է, որ ոչ Վահագն Ալեքսանյան կարող է լինել, ոչ Արթուր Հովհաննիսյան կամ Ռուբինյան եւ խնդրել է իրեն թողնել գործադիրում, թեկուզ ոչ բարձր պաշտոնի։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով կառավարությունը որոշել է ստուգումներ սկսել Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունում, մասնավորապես ընկերությունում մոնիթորինգ է իրականացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Թերթը դիմել է հանձնաժողովին պարզելու, թե ինչ նպատակ են հետապնդում իրականացվող ստուգումները, արդյոք դրանք որևէ առնչություն ունեն ստեղծված իրավիճակի հետ եւ ինչ փուլում են գտնվում աշխատանքները։ Հանձնաժողովից թերթին փոխանցել են, որ աշխատանքային ծրագրով հաստատված տարեկան մոնիթորինգ են իրականացնում գազի ներտնային անվտանգության համակարգերի սպասարկման որակի վերաբերյալ։ Այդուհանդերձ ստուգումների անցկացումը հենց այն ժամանակահատվածում է, երբ ռուս-հայկական հարաբերություններում տնտեսական լարվածությունը շարունակում է խորանալ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է, ազգային ժողովի ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում։ Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ 3 անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն է շրջանառվում։ Ալեն Սիմոնյանի ընկերոջը Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը Արման Բարխուդարյանը, որը նրա խորհրդականն է, Երևանի ավականու անդամ, Մալաթիայի նախկին թաղապետ։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանական թիմում սպասվում է հերթական կադրային փոփոխությունը։ Քաղաքացիական պայմանագրում արդեն ներքին քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի ազգային ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այլևս չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում նոր խորհրդարանում։ Իշխանության ներսում, ըստ թերթի աղբյուրների, որոշել են նրան ազատել հանձնաժողովի նախագահի պաշտոնի պարտականություններից։ Քոչարյանը ստիպված կլինի բավարարվել իշխող խմբակցության շարքային պատգամավորի կարգավիճակով։ Նույն աղբյուրի փոխանցմամբ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն իշխանությունը դիտարկում է քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։ Գրում է թերթը։